Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5-շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանին։ Բարև ձեզ, պարոն Խանլարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Խանլարյան, բնականաբար այսօր պիտի խոսենք, դա է ենթադրում ձեր ներկայությունը հիմա, պիտի խոսենք ամերիկա-իրանական կամ չգիտեմ իսրայելա-իրանական այս մեծ հակամարտության մասին, փորձենք հասկանալ պատճառների մասին, չասեմ սա տարիներ շարունակ ձգվող ուրեմն հակամարտություն է, բայց փորձենք հասկանալ այս իրավիճակի միանգամից այս խիստ սրման բուն պատճառները։ Մի քանի երկու ամիս առաջ տարածիորեն 12-օրյա պատերազմն էր, այնուհետև Իրանում ժողովրդականի այսպես աննազանդություններ, ցույցեր եւ ահա այս պատերազմը, որը սպառնում է ավելի լայն մասշտաբներ ընդգրկել։ Խնդրեմ ձեր կարծիքը, ինչպես գնահատեիք ստեղծված իրավիճակը։ Այն ինչ որ կարմիր թելի պես անցնում է եւ ձեր նշած երևույթների ընդմիջից միջև այսօր, իմ կարծիքով դա Իսրայելի պետության հետապնդած նպատակն է Իրանին թուլացնել նախ եւ առաջ, վարչակարգը տապալել եւ արդյունքում նաեւ չի բացառվում մասնատել Իրանը։ Սա է իմ կարծիքով այն նպատակը, որ կարմիր թելի պես անցնում են այս բոլոր բաներին, այսինքն եւ 12-օրյա պատերազմի ժամանակ եւ վերջին 2 ամիս առաջվա արդար բողոքի, սոցիալական բողոքի հենքի վրա ձևավորված եւ շատ արագ վերաճած հակապետական զինված հապստամբությունը եւ այսօր այս պատերազմի ժամանակ, որ շատ հստակ ասվում է, որ պետք է Իրանի ռեժիմը փոխվի, այսինքն ռեժիմ չենջի խնդիրը դրված է։ Ես կարծում եմ այստեղից էլ կարելի է ուրվագծել այն բանը, փոքր կամ փոքր չասեմ, ռազմավարական տարբերությունը Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետապնդած նպատակների մեջ այս պատերազմից։ Այսինքն շատ ներողություն, Ամերիկան ըստ ձեզ ավելի շատ ներքաշվել է սրա մեջ, թե Ամերիկան էլ իր խնդիրներն ունի։ Ես կարծում եմ ներքաշվել է։ Ահա։ Ես կարծում եմ ներքաշվել է շատ հրատապ իսրայելական ինչ-որ օպերացիա սկսելու պայմաններում ինքը նաև բան է արել, միացել է անմիջապես եւ պատերազմ սկսել են միասին, բայց թե ինչ է այդ հրատապության խնդիրն եղել, ինչու տենց հապշտապ փորձեցին իրականացնել այս ռազմական գործողությունները, տարբեր մոտեցումներ կան, սուբյեկտիվ կլինի, եթե հայտնեմ նաև իմ կարծիքը, բայց ամեն դեպքում իրենց հետապնդած նպատակների մեջ ես կարծում եմ տարբերություններ կարելի է ուրվագծել։ Եթե Իսրայելը, ինչպես ասացի, հետապնդում է ռեժիմ չենջին, ԱՄՆ-ի մոտ կարծես այդքան հստակ չի այդ խնդիրը կամ այդքան ընդգծված չի առաջ մղվում այդ հարցը, որ պետք է անպայման ռեժիմը տապալել կամ ռեժիմը կամ այդպես լուրջ մագարտակի փոփոխություններ իրականացնել Իրանում, նկատի ունենալով մի քանի ազդանշաններ, որ Թրամփը ասել է, ես դրանից ավելի եմ վստահանում, որ իրենց նպատակը Իրանի զինվորական կարողությանը հարվածելն է, ընդհանրապես հրթիռային խնդիրների եւ ատոմական նաեւ ծրագրերի տապալումն է Իրան։ Ես կարծում եմ, սրանք կոնկրետ նպատակներն են, որ հետապնդում է ԱՄՆ-ը։ Այս իմաստով մի քիչ բնականաբար տարբերություններ կարելի է տեսնել։ Ոչ վաղուց Վենեսուելայի հետ ամերիկյան այդ հակամարտությունը ի վերջո ամերիկյան կողմը խոստովանեց, որ նավթի հետ նաև կապված խնդիր էր։ Հիմա ձեր ներկայացրած այս պատկերից
նույնպես զգացում է, որ Ամերիկան այստեղ ավելի շատ տնտեսական խնդիրներ է, այո, հետապնդում։ Ոչ միայն տնտեսական, բայց տնտեսականն էլ կա ընդգծված կերպով, հենց նավթի հետ կապված, իհարկե, ես կարծում եմ իրենք այդ էներգետիկայի ճգնաժամը, որ արդեն ձևավորվում է աշխարհում, դրա մեջ ունի իր եւ տնտեսական շահերը եւ ունի իր տնտեսական վնասներն, ամեն դեպքում կարծում եմ այդ կարևոր ազդակ է։ Հիմա ես կարծում եմ ԱՄՆ-ն օգտվում է այդ նավթային գնի բարձրացման, նավթի գնի բարձրացման Դիցուք Եվրոպան կանգնել է կրախի առաջ այդ առումով։ Եվ բնականաբար այս հարցից ինքը կփորձի ավելի մեծ շահեր հետապնդել եւ որսալ։ Եվ բուն պատերազմի մասին, ուրեմն համացանցելիքն է տարատեսակ, ուրեմն լուսանկարներով, տարատեսակ տեսանյութերով, նաև մեկնաբանություններով, ընդհանուր բարձրաստիճան ղեկավարների մեկնաբանություններով, որոնց ճշմարտացիությունը այսօր դրվում է կասկածի տակ, այնքան որ խառն է այդ համացանց կոչվածը։ Եթե հետևում եք դուք ընթացքին կամ ունեք ձեր աղբյուրները, ապա ինչպիսին է իսկական պատկերը։ Իրանը արդյոք միայն զոհ է, արդյոք չգիտեմ, Իրանը չունի ինչ-որ նպատակներ տարածաշրջանում, որոնց իրագործման պատճառով է ինքը հայտնվել այս վիճակում։ Որն է ճշմարտությունը որտեղ է, էլի, ես դա եմ ուզում հասկանալ, որպեսզի խաբված չլինեմ զուտ համացանցում տարածվող այս տարատեսակ խոսակցություններից։ Դժվար է վերհանել այդ խնդիրները եղած իրադրային տվյալներով, բայց որ Իրանը լուրջ կամք է դրսևորում դիմադրելու եւ պաշտպանվելու, դա էլ է փաստում։ Ես կարծում եմ Իրանը ունի այդ քաղաքական կամքը եւ ռազմական հնարավորություն, որպեսզի կարողանա դեռ ավելի երկար դիմադրել այս հարձակումներին, քան այն ինչ որ նախատեսվում էր երևի ԱՄՆ վերլուծաբանների կամ պետական գործիչների միջոցով, որ արագ հաշված օրերի ընթացքում պիտի ծունգի գա Իրանը։ Չեմ կարծում այդպես լինի։ Իսկ Իսրայելի նաև հետապնդած նպատակը դեռ ավելի դժվար իրականանալի է, այսինքն ռեժիմ չենջի խնդիրը հնարավոր չի այսպես օդային հրթիռ։ Մենք հակառակը տեսանք։ Այո, այս տեսակ հարվածներով դժվար է ռեժիմը փոխել Իրանի պես երկրի դեպքում։ Ցամաքային պատերազմ արդյոք նախապատրաստվում են հարձակվողները ցամաքային նաև հարվածների, այդ էլ դժվար եմ տեսնում, որովհետև ռեժիմ չենջի հարցը հանգուցալուծվում է կամ լուծվում է հենց ցամաքային պատերազմների արդյունքում։ Եթե նկատի ունենանք պատմական պրակտիկան, այդպես է։ Բայց արդյոք այդպես հնարավորություն ունի ԱՄՆ-ն եւ Իսրայելը իր հետ մեկտեղ, որ կարողանան այդքան մեծ քանակությամբ հետևակների բազմություն մոբիլիզացնել Իրանի դեմ, մի քիչ կասկածում եմ ես այս հարցում, որովհետև դրա հնարավորություններ, ռեսուրսներ չունի ԱՄՆ-ն։ Որ երկրից պետք է այդ հարձակում իրականացվի։ Արդյոք այդ սցենարը, որ հիմա փորձում են իրականացնել քրդերի հետ կապված, դա արդյոք ռեալ բան է, այսինքն Էղլիմի Քրդստանի Էղլիմի ուժերը փորձեն այդ դեր ստանձնելով կան եւ այլն, այդ լուրջ բաներ չի թվում։ Արդյոք ԱՄՆ-ն Իրաքի Քրդստանից է փորձում այդ ներխուժումը իրականացնել ցամաքային, շարժեր չկան այս առումով, այդպես մեծ կուտակումներ հետևակային խմբերի, զինվորների եւ այլն, ես չեմ լսել կամ չեմ տեսնում։ Իսկ քրդական ուժերի քանակը բոլորովին չի բավարարելու այդ, որտեղ մենք գործ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որ
ավելի քան 1 միլիոն պաշտոնական զորք ունի, 1 միլիոն քանակությամբ, և իր աշխարհազորային հնարավորություններն էլ շատ մեծ են, այս զորքի դեմ կռվելը ես չեմ կարծում, որ ենթադրում է այսպես անլուրջ բաներ, քրդական, չգիտեմ, խմբավորումներ եւ այլն Իսկ Թուրքիայի միջամտությունը բացառում եք։ Թուրքիայի միջամտությունը հիմա այդ իմաստով ես կարծում եմ բացառվում է։ ՆԱՏՕ-ի դիրքերն էլ արդեն պարզվեցին, որ այդ լույսի տակ չեմ կարծում, որ Թուրքիան այդ քայլի փորձի գնալ, թե իր տարածքը տրամադրելու առումով եւ թե ինքը ուղղակի միջամտելու առումով մի քիչ դժվար եմ տեսնում, բայց պիտի սպասել, Այսինքն կոալիցիա Ամերիկայի շուրջ չի ստեղծվում այս հարցում։ Տեսեք, օրինակ Սիրիայի հարցում կար այդ կոալիցիա։ Այո։ Թեև այդ պատերազմն էլ տխուր ավարտ ունեցավ Արևմուտքի համար, բայց Իրանի հարցում նույնիսկ ընդհակառակը ավելի շատ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիպում են քննադատության Եվրոպայից մինչև ընդհուպ Վաշինգտոն։ Այո, այդպես է։ Եվ այդ կոալիցիան հիմա ձևավորված չէ, փորձ է կատարվում ձևավորել, բայց այն ուժերը, որոնց հետ այս իմաստով կապեր են հաստատում, մինչև հիմա թվում է, որ լուրջ պրոյեկտներ չեն, լուրջ առարկաներ չեն այս գործը, այս կոալիցիան, աստեցիկ կոալիցիա ձևավորելու առումով։ Եվրոպական արդեն երկրներից Իսպանիան էլ արդեն չի մասնակցում, Բրիտանիան կասկածանքով է նայում այս բոլոր հարցերին, ու չի թվում, որ եվրոպացիների հետ էլ հնարավոր լինի նման մի կոալիցիա ձևավորել։ Դե արդեն Ֆրանսիան հայտարարեց, որ չի ողջունում գործողությունները։ Այո, այդ սպաները կան, դժվար է այտենց կոմպակտ ճակատ պատկերացնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Բայց փորձեր կատարվում են, բնականաբար կշարունակվի կատարվել, եւ ամեն դեպքում Իրանն էլ ունի այդ տեսակ հնարավորություններ իր ճակատը ընդայնելու, թեև հիմա իր ռազմավարական գործընկերներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը առայժմ խոսքի եւ դիվանագիտության սահմաններից չեն անցել, բայց սա չի նշանակում, որ դրանցից մեկը կամ երկուսը ռազմական աջակցություն ցուցաբերեն Իրանին, դա էլ կարող է ականատես լինել, տեսնենք։ Ահա։ Եվ իհարկե մեր մասին մի քանի խոսք ասենք, ի վերջո գտնվում ենք այրվող տարածաշրջանում, փառք Աստծո, Հայաստանի ուղղությամբ դեռևս կտրուկ գործողություններ չկան, բայց ինչ էլ լինի, մենք այս պատերազմից հետո կունենանք այլ տիպի Իրան, կամ, ինչպես դուք նշեցիք, մասնատված, կամ ավելի ուժեղացած։ Մեզ ո՞րն է ձեռնտու ըստ ձեզ։ Բնականաբար երկրորդը։ Ահա։ Իրանը որպես ուժեղ պետություն մեզ համար կարող է լինել վստահելի հարևան, Հայաստանի եւ հայության համար նկատի ունեմ, իսկ ճիշտ հակառակը թուլացած, մասնատված, տրոհված Իրանը կարող է լինել նույնքան վտանգավոր եւ վնասաբեր Հայաստանի ու հայության շահերի իմաստով։ Մնում է հույս հայտնել, որ այդ բանը չպատահի, բայց ամեն դեպքում եթե այդ էլ չպատահի, այսինքն Իրանի ռեժիմը տենց փոփոխության չի ենթարկվի, չմասնատվի եւ այլն, այս ինքնին էս պատերազմը կարող է ռիսկային վիճակներ ստեղծել Հայաստանի ու հայության համար։ Եվ հարց է առաջանում, որ մենք արդյոք պատրաստ ենք դրան, որպես եւ պետություն եւ ժողովուրդ։ Սա է ինձ նաեւ ուզում, որ մենք ինչ ուղղությամբ ենք քայլում։ Օրինակ այդ թրիփի պրոյեկտը արդյոք Հայաստանին չի դնում ավելի ռիսկային վիճակի մեջ։
Ի վերջո այնտեղ կիսառազմականացված ինչ-որ ամերիկյան ընկերություն է, կարծես։ Այո, եթե այդքան էլ տեղակայվելու։ լուրջ զինվորական, այսինքն այդ մագարտակի լուրջ զինվորական ներկայացվածություն էլ չի լինի, ամեն դեպքում ռիսկային է դրա Ահա։ գոյությունը Իրանի Իսլամական Հանրապետության անմիջական հարևանության մեջ։ Արդյոք այս մասին գոյություն ունի ինչ-որ պլաններ, պլան B, չգիտեմ, նոր մի բան, դոկտրինա ինքնապաշտպանության կամ շահերի պաշտպանության առումով, սրանք են, որ ինձ, կամ գոնե եթե էլ կան, հիմա տեղյակ չենք տենց, որ ինչ է կատարվում։ Նախիջևանի հարցն էլ այս իմաստով, իմ կարծիքով, ցույց տվեց, որ այսօր ինչ-որ հարձակումներ տեղի ունեցան, չէ, ցույց տվեց, որ Հարավային Կովկասը չի կարողանում մասն լինել այս ընդհանուր պատերազմի կրակներից եւ կարող է ինչ-որ փոփոխություն նաեւ մտնել այս ուղղությամբ։ Ամեն դեպքում մենք պիտի այս բոլոր սցենարներին, հավանական սցենարներին պատրաստ լինենք թե որպես ազգ եւ բնականաբար թե որպես պետություն։ Արդյոք այդ լրջությունը գոյություն, քաղաքական կամքը գոյություն ունի այս կապակցությամբ ավելի աստեցիկ բան անելու, պիտի տեսնենք։ Մենք հակառակն ենք տեսնում, որ շատ այսպես մատների արանքով են Հայաստանի իշխանությունները նայում այս ամենին, շատ թեթև, կարծես սա Հայաստանին եւ իրեն չի վերաբերում։ Մյուս կողմից էլ վարչապետը ենթադրենք, ասենք, իր հարևան պետությանը ամենահասարակ բանը, որ պիտի աներ հոգևոր առաջնորդի սպանությունից հետո Իրանում, դա ցավակցական հասարակ մի երկու տողներ կամ հայտարարությունը, ինչ չարվեց կամ արվեց շատ ուշացումով, այսինքն վերաբերմունքի հարցն է, այստեղ լրջությունը, օրինակ, ես չեմ պատկերացնում մի ուրիշ երկիր, երբ իր հարևան երկրում այսպիսի բաներ են կատարվում, իշխանությունները ենթադրենք ցույց տան, թե ոչինչ էլ չի եղել, իրենք շատ հանգիստ են, գնան, ինչ-որ մարզեր այցելեն, հետո այդ կարկանդակների տեսարանները, ուղղակի ծիծաղելի է, այսինքն մարդը իր վիճակի մեջ այսպիսի բանաստեղծում կար ժամանակին, ես հիմա լավ չեմ հիշում, մարդը Աստված տեսնում է, երբ ցավն է բաժանում, տեսնում է մարդը առյուծի երախում ծիծաղում է, հասկանում եք, եւ ասում է միայն մարդը կարող է ցավը տանել, ոչ մի կենդանի, ոչ մի սար ու ձոր այդ ցավը չեն կարողանում տանել, եւ ցավը տալիս է մարդուն, այ ինքը կարողանա տանել, ինքը ճանաչում է արդեն։ Այս վիճակում ենք մենք հիմա, հասկանում եք, եւ մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովրդի դրել է այդ ծաղրուծանակի վիճակում։ Ես ելի գիտեք այդ կարկանդակային տեսարանները ոչ շատ կարևոր է դրսևորումները, մի շատ կարևոր հարցի մասին են վկայում։ Մեսիջ ունեն իրենց մեջ։ Իմ կարծիքով, իմ գնահատմամբ այդ ուշացումները ցավակցություն հայտնելու, ինչպես հայտնելու, դեսպանատան այդ մատյանների գրելու առումով ներկայացվածության մագարտակը, ասենք բոլորը խոսում են այն մասին, իմ գնահատմամբ, որ Հայաստանի իշխանությունները չունեն բավարար ինքնիշխանության եւ անկախության կեցվածք։ Որովհետև տեսեք, եթե պատկերացնենք, որ քաղաքական ռազմավարական վեկտորներն էլ փոխվել են Հայաստանի դեպքում, այդ կապ չունի այն բանին, որ ասեցիք, այսինքն երբ որ հարևանությանդ մեջ հարևանդ վնաս եք տեսնում, դու չես սրտակցում, չես ցավակցում, կամ ուշացնում ես այդ ամեն ինչը, սա իր բարոյական երեսից բացի այլ բան էլ նշանակում է, որ դու փորձում ես տեսնել, որ այդ քո վեկտորը, ընտրած վեկտոր, նոր վեկտորը, որ ընտրել ես, չգիտեմ, անձին տրիպի կամ Ամերիկայի ռազմավարական գործընկերության եւ այլն, սրանք այս լույսի տակ ինչքանով ես դու արտոնված այդ ցավակցությունը հայտնելու կամ չհայտնելու։ Եվ սա ցավալի է, սա ցույց է տալիս, որ ինքնիշխանության լուրջ
պակաս կա այս երկրի մեջ, հակառակ են բոլոր կարգախոսներին, որ ասում են եւ կրկնում են, եթե դու ինքնիշխանություն ունենաս, շատ պարզ է աշխարհն էլ կհասկանա, այդ թվում Թրամփն էլ կհասկանա, կարծում եմ, նույնիսկ Թրամփն էլ կհասկանա, որ դու հարևանիդ եթե ժամանակին եւ վայրկյան առաջ ցավակցում ես, այդ շատ բնական երևույթ է։ Դրա մեջ ոչ մի անբնական բան գոյություն չունի։ Հակառակն է անբնականը։ Հակառակն է անբնական։ Եվ սա մի քանի օր առաջ իշխանության կարգառուն դեմքերից մեկը ասում էր, ինչ կապ ունի, մենք ուշ ենք ցավակցել, թե շուտ ենք ցավակցել։ Շատ կապ ունի, այսինքն եթե քաղաքականության այդ այբուբենն էլ չգիտեն եւ մտածում են, եթե ուշ ցավակցեն, նույնն է ինչ որ շուտ ցավակցեն եւ այլն, այս նշանակում է քաղաքական տգիտություն կա առհասարակ եւ ինքնիշխանության խիստ տագնապ, որովհետեւ ինչ է նշանակում, որ դու լավ ինչ կապ ունի, որ այդ բանը դու պիտի արդյոք նախապես ստուգես, թույլտվություն ստանաս, հետո մի քայլ դիմես, այս նշանակում է ինքնիշխան չես։ Եվ այս է ինձ նաեւ հարցի տխուր երեսը սա է։ Թե չէ, հա, մամարտարը պերաշկի են ուտում կամ ինչ են ուտում, դա չի, կարևոր դա արդյունքն է, տանք ինչի դրսևորումներն են այդ հեշտական։ Այս է ինձ բանանում, հիմա իրենք փորձում են որպես հակադրություն այդ պերաշկի հարցը գցեն ուրիշ ուղղության վրա, որ չգիտեմ, բա մենք ինչ պետք է խավիար պետք է ուտեինք, ինչ պիտի ուտեինք եւ այլն, չեն հասկանում կամ փորձում են չհասկանալ կամ չհասկանալ են ձևացնում հարցի բուն էությունը։ Եվ որևէ արձագանք ես չնկատեցի այս իշխանությունների մոտ Իրանի հայկական համայնքի հետ կապված, որովհետև այդտեղ բավականին հայահոց համայնքներ կան եւ Ջուղայում, Իսպահանում եւ Թեհրանում, այլ քաղաքներում եւս եւ տարիներով ուրեմն ավանդույթներով ապրող հայկական համայնք է, որը այսօր կիսում է նույն իրանցիների ճակատագիրը, որոնք հարձակման են ենթարկվել այդ հզոր ուժերի կողմից։ Եթե մի քիչ էլ ավելի առաջ անցնենք, Սիրիայում հայկական համայնքի հետ կապված լուրջ խնդիրներ եղան, համայնքը ցիրուցան եղավ գրեթե այդ նույն պատերազմական գործողությունների արդյունքում, Իրաքը կարող ենք նորից հիշատակել։ Հենց Երուսաղեմում Երուսաղեմում, այո, հիմա որ նույնիսկ Երուսաղեմն է, որ ռմբակոծվում է։ Տեսեք, կարծես այս ամբողջ սկսած արաբական գարուններից այս տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները ամբողջը կարծես հենց հայության դեմ լիներ։ Նույնիսկ մի քիչ էլ երևի շատ եմ չափազանցացնում իհարկե, բայց իմ խնդիրը հայությունն է։ Դարերով այնտեղ ուրեմն ձևավորված սփյուռքը, որ ունի իր կրթության համակարգ, իր եկեղեցին, իր նիստուկացը, այսօր այդ ամենը վտանգված է եւ Հայաստանի իշխանությունների կողմից ես առնվազն որևէ ակնարկ այդ մասին չեմ լսել։ Եթե ունեք տեղեկություն դիցուք իրանահայության այսօրվա վիճակի մասին, մասնավորապես Թեհրանի մեր հայրենակիցների մասին եւ այնտեղ ունեցած հայկական համայնքի գույքի ու արժեքների մասին, ինչ կասեք այս ուղղությամբ։ Ինչքան ես տեղյակ եմ, փորձել ենք խախտված է կապը, նորմալ չկա կապ, բայց ինչքան փորձել են այտենց կապվել եւ տեղեկանալ, բարեբախտաբար դեռ լուրջ վնասներ չի կրել հայ համայնքը։ Մի քանի տների ապակիններ են, լուսամուտների ապակիններ են ջարդվել եւ այլն, դրանից ավել ես բան չեմ դեռ լսել եւ հուսամ չլսեմ։ Իսկ որ անմիջական օգնության կամ հոգատարության խնդիր իրականացնի Հայաստանի պետականություն, դա իհարկե կարևոր է, բայց այս իշխանություններն արդյոք հակված են դրան։ Հիմա այդ բոլոր խնդիրները, որ դուք ասեցիք, դրանք կատարվել են այս իշխանության օրոք, իշխանություն, որի առաջի դեմքի խոսքերով ինքը չի պատկանում Հայաստանի քաղաքական սահմաններից դուրս գտնվող հայերին, այսինքն ինքը նրանց վարչապետը չի, նրանց իշխանությունը չի,
չկա ամենայն հայոց պետականություն, այդ գաղափարն էլ նույնիսկ գոյություն չունի եւ արդյոք ինչ որ նոր բան կպատահի այս անգամ անցյալի փորձը ցույց է տվել, որ չի պատահել եւ չի էլ կարելի սպասել, ակնկալել, որովհետեւ իրենք չունեն այդ համասկային, այս իշխանությունները չունեն այդ համասկային հեռանկարը կամ մտածելակերպը, որ պիտի անմիջապես օգնության հասնել հայրենակիցներին եւ այլն եւ այլն, լավագույն դեպքում խոսում են Հայաստանի քաղաքացիների մասին, որ տանց թիվը շատ աննշան է, իհարկե նրանք էլ են որոշ վիճակների մեջ հայտնվել, բայց միայն դա է, դրանից այն կողմ ճիշտ կարծես մյուսները ընդհանրապես կապ չունեն Հայաստանին եւ հայությանը, եւ էսա նաեւ մտահոգիչ երևույթ է տխուր իրականության, որ դուք ասեցիք, չկա այդպես բան։ Լավագույն դեպքում նրանք որ կփորձեն ապաստան գտնել Իրանում, դրանց նկատմամբ հիմա միգուցե ինչ-որ որոշ դյուրություններ ստեղծեն կեցության եւ այլն, դա էլ չգիտեմ, այդ լավատեսությամբ եմ ենթադրում, արդյոք դա կանեն թե չեն անի, դա էլ պիտի տեսնել։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար, կհանդիպենք սիրելի բարեկամներ։